Բարև ձեզ, ով ինձ չի ճանաչում, ներկայանամ, ինձ ԵՊՀ-ի մաթեմատիկայի մեխանիկայի ֆակուլտետի, այսինքն մեր ֆակուլտետի ասպիրանտ եւ նաեւ դասախոս Արման Բայրամյանն եմ։ 6 սեմինար ենք անելու մաթեմատիկայի կիրառությունների վերաբերյալ, երևի նախ ասեմ, թե միտքը որտեղից ծագեց ընդհանրապես այս սեմինարներ անելու։ Ինչ-որ տպավորություն կա, որ համալսարանական մաթեմատիկան, այսինքն համալսարանում դասավանդվող մաթեմատիկան ու այն մաթեմատիկան, որոնց հանդիպում են մեր ֆակուլտետում սովորող ուսանողները համալսարանի պատերից են կողմ, իրար հետ ինչ-որ խզում ունեն, այսինքն ինչ-որ մարդիկ մտածում են, որ ընդհանրապես համալսարանի մաթեմատիկան պետք չի, դեռ գործի կընդունվեն, ինչ-որ պետք է կսովորեն մի երկու ամսում ու ամեն ինչ լավ կգնա, բայց ես այդ կարծիքին չեմ եւ հույս ունեմ, որ մենակ չեմ։ Այս սեմինարների ընթացքում կփորձենք մի քիչ այդ խզում փոքրացնել, այսինքն հենց կոնկրետ օրինակներով ցույց տալ, թե ոնց կարա մաթեմատիկան կիրառվի ինչ-որ ժամանակակից խնդիրներում։ Մենք իհարկե մաթեմատիկայի կիրառությունները շատ վաղուց սկսում են, բայց մենք կենտրոնալու ենք այն խնդիրների վրա, որ շատ պոպուլյար են առնվազն վերջին 50 տարում։ Թեմաների մասին մի քիչ ուշ կխոսեմ, բայց եկեք սկսենք ինձ մի հատ հարցից, որտեղ է կիրառվում մաթեմատիկան, ու ես ակնկալում եմ ակտիվ պատասխաններ։ Առաջի կուրսեցիներից սկսենք, ինչ կարծիքի եք, որտեղ է կիրառվում, որտեղ կարա կիրառվի մաթեմատիկան։ Ամեն տեղը իհարկե լավ պատասխան է, բայց կարելի է մի քիչ կոնկրետացնել։ Եկեք փորձենք 10 կիրառություն գրենք մաթեմատիկայի։ Տարբերակներ։ Ֆիզիկա։ Ֆիզիկան ինքը արդեն շատ լայն տարբերակ է, որտեղ իր մեջ լիքը բաժիններ կան, տարբեր բաժիններում տարբեր կերպ է կիրառվում, բայց եկեք գրենք արհեստական բանականություն։ Ապա գրենք, կարճ։ Ուրիշ կենսաբանություն։ Այստեղ օրինակ կենսաբանության մեջ կարելի է նույնիսկ ավելի այդպես կոնկրետ ինչ-որ բաներ գրել, որ օրինակ վարակաբանության մեջ շատ մաթեմատիկա կիրառվում, գենետիկայում երևի, վստահ չեմ, ու կենսաբանության մեջ կարանք նաև տոմոգրաֆիան էլ ավելացնենք, երևի տոմոգրաֆիան գիտեք ինչ է, ես վստահ եմ, որ գիտեք, այդ նկարները անելու, մշակելու համար բավական մաթեմատիկա է պետք գալիս։ Դա ֆիզիկայի մեջ է, բայց ուզում ես առանձին գրենք։ Քվանտային մեխանիկայի մաթեմատիկան կարելի ասել մաթեմատիկայի նոր կիրառություններից մեկն է, որովհետև 20-րդ դար ու ահագին բարդ մաթեմատիկա է, ի տարբերություն դասական ֆիզիկայի։ Այստեղ կարանք դասականը ավելացնենք, որ բաժանենք իրարից։ Ինչ? Կարանք գրենք, որովհետև վիճակագրությունը, եթե լայն բանով վերցնենք, ինքը մաթեմատիկայի մաս չի, իհարկե շատ հատումներ ունի, բայց իրան կարանք առանձին գիտություն համարենք։ Ուրիշ ավերցիայի մեջ բնականաբար։ Եկեք մի երկու հատ մի քիչ ուրիշ լրիվ ուրիշ թեմաներ ասենք, հա։ Երաժշտության, դե պետք է ասես ոնց է կիրառվում երաժշտության մեջ։ Երաժշտություն մաթեմատիկայի հետ բավական բաներ կապեր ունի, իհարկե կարելի է այդ գրել, բայց եկեք մի քիչ ավելի ակնհայտ բաներ գրենք, հա, ֆինանսներ, ես կառաջարկեմ, որ ավելացնենք, որտեղ այստեղ
իրոք շատ մաթեմատիկա է օգտագործում ու շատ տարբեր բաժիններ, հա, մաթեմատիկայի։ Կարող ենք ավելացնենք օրինակ խաղեր, ընդ որում խաղեր ասելով էլի, ես ոչ միայն համակարգչային խաղերը նկատի ունեմ, այլև օրինակ ամենալայն իմաստով խաղ գաղափարը, եթե կարող լսած ունենք խաղերի տեսության մասին, դա զուտ ասենք սեղանի խաղեր կամ համակարգչային խաղեր չեն, էլի։ Բայց եթե առանձին կոնկրետ խաղերի մեջ էլ օրինակ չգիտեմ, շախմատի վրա, եթե կենտրոնանանք շախմատի այս անալիզ անող բաները որ կան, այդ Stockfish կամ չգիտեմ, հա, դրանց մեջ իհարկե մաթեմատիկա կիրառվում է։ Երկու հատ մնաց, ես ինչ կրենք։ Սոցիոլոգիայի մեջ վիճակագրություն է կիրառվում ավելի շատ, Ես օրինակ առաջարկեմ նաև գրել բանը, ապահովագրությունը, որովհետև մեր ֆակուլտետի բաժիններից մեկը հենց մաթեմատիկայի այս բաժնի կիրառության վերաբերյալ գիտելիքներ է տալիս, այդ ֆինանսական ու ակտուարական մաթեմատիկան, հա, սա այդ ինշուրանսի մեջ ագին մաթեմատիկական տեսություն կա, պես որ ես ու մյուսներից ագին հեռու հենց ոլորտա ու երևի թե ամեն դեպքում եկեք գրաֆիկ անել գրենք, հա, եռաչափ կամ ընդհանրապես գրենք գրաֆիկա, դիզայն Իհարկե այս շարքը կարող ենք շատ երկար շարունակենք, բայց եւ առաջի կտորը համոզելու, որ մաթեմատիկան կարևոր է, այսպես մի հատ ցուցակ գրելն է։ Ու հետո իհարկե ինչ որ կիրառություններ ցույց տալու, որտեվ ասելուն կարելի է չհավատալ ուղղակի։ Այս սլայդում ինչ որ պատմական sense արագ բանա, անցում է կատարվում մի քանի հազարամյակի մաթեմատիկայի կիրառությունների, ամենապարզ կիրառությունները մաթեմատիկայի, այսինքն մարդիկ սկսել են մաթեմատիկայով զբաղվել շատ շուտ, երևի առնվազն 5000 տարի առաջ, 4000-5000 տարի առաջ, հայտնի են այդ սեպագրերից, ես իմ պապիրուսներից բանից, կոնկրետ Եգիպտոսում, ինչ որ այդ Նեղոսի վարարումներից հետո ամեն անգամ ինչ որ հողային չափումներ անելու համար իհարկե պարզ երկրաչափություն է ստեղ օգտագործվել, Բաբելոնում կարողանում էին օրինակ առևտրի մեջ մաթեմատիկա օգտագործել, քառակուսային հավասարներ էին կարողանում Բաբելոնը լուծել։ Իհարկե հին Հունաստանում մաթեմատիկան արդեն ինչ որ դեդուկտիվ հիմքի վրա դրվեց, այնտեղ եւ գիտեք Էվկլիդեսի մասին, իր երկրաչափության մասին, բայց ամեն դեպքում Հունաստանում էլ կիրառելու նպատակով մաթեմատիկա օգտագործել են, երևի ամենահայտնի օրինակներից մեկը Էրատոսթենեսի կողմից երկրագնդի շահավղի հաշվումն է, որ մեզնից 2300 տարի առաջ է եղել մոտավորապես, կամ Արքիմեդի կողմից ինչ որ տարբեր խնդիրներ լուծելու համար։ Իսկ միջնադարում արդեն ինչ որ երկար ժամանակ մաթեմատիկայի այդ մութ դարերի ժամանակ նաև մաթեմատիկայի հետ կապված ինչ որ նոր արդյունքներ կամ նոր զարգացումներ չեն եղել, չնայած այդտեղ կարելի է արանքում նշել օրինակ իսլամական մշակույթում մաթեմատիկայի կիրառությունները, մասնավորապես արաբական, բայց եւ Նյուտոնից կամ Նյուտոնի նախորդներից սկսած, Վալեսից սկսած ինչ որ այդ ռենեսանսի ժամանակներում զարգ տրվեց նորից մաթեմատիկային ու բոլոր գիտություններին իհարկե մաթեմատիկան էլ դրանց մեջ, մասնավորապես Նյուտոնը մեծ արդյունքներ ունեցավ մաթեմատիկան կիրառելով մեխանիկայում, օպտիկայում ու այլ տեղեր։ Գաուսյանն ինչի եմ հատուկ նշել աստղագիտությունը, որովհետև աստղագիտական ինչ որ մոլորակի կամ երկնային մարմնի տենց ասենք ուղեծիրը գտնելու համար Գաուսը օգտագործել է երևի առաջինը փոքրագույն քառակուսիների մեթոդը, մենք դրա մասին այսօր երկրորդ մասում սեմինարի կխոսենք։ Ֆուրիենը շատ մեծ գործ արել մաթեմատիկայի զարգացման համար հենց կիրառություններով։ Ֆուրիեն ինքը
եթե նայում եք, ասենք իր աշխատությունները, մաթեմատիկական ճշտություն չկա, բայց ինքը հասկացել է ոնց կիրառել մաթեմատիկան, մասնավորապես ջերմաղորդականության, ֆիզիկայի այլ խնդիրներ լուծելու համար։ Ավելի նոր դարերում, 20-21-րդ դարերում ուրիշ կիրառություններ են ի հայտ եկել։ Մենք հիմնականում այդ 20-21-րդ դարերում առաջացած կիրառությունների մասին ենք խոսելու։ Առաջի երկու սեմինարը, եթե սենց ընդհանուր թեմաները նշենք, կնվիրենք մեքենայական ուսուցմանը, հետո մի սեմինար ազդանշանների մշակման վերաբերյալ, ևս երկու սեմինար գաղտնագրության կամ կրիպտոգրաֆիայի վերաբերյալ խոսենք ու վերջում վերջի սեմինարին եռաչափ մոդելավորումը կքննարկենք։ Մեքենայական ուսուցման ամենապարզ խնդիրը երևի թե ամենապարզ մոդելը գծային ռեգրեսիան է։ Այսօր սրա վրա կկենտրոնանանք, կփորձենք ինձ իդեան ներկայացնել այս գծային ռեգրեսիայի ու ոնց ենք մաթեմատիկա կիրառում դրա մեջ։ Խնդիրը հետևյալն է, մեզ ինչ-որ տվյալներ են տված, եկեք կոնկրետ խնդրի վրա, հա, բացատրենք, որ շատ բառերի հետևից չընկնենք։ Ինչ-որ ապրանք կա, որը վաճառելու համար գովազդ տալիս է կազմակերպությունը, ու ստեղ այս գրաֆիկի վրա նշված է այդ ապրանքի վաճառքի քանակի կախումը գովազդի բյուջեից։ Ստեղ $1000 բնական է, չէ՞, որ ինչքան շատ են ծախսում բանի գովազդի վրա, այնքան ապրանքը ավելի շատ է վաճառվում։ Այս կետերը ցույց են տալիս կոնկրետ տվյալներ, հա, կոնկրետ տվյալներ։ Այստեղ սա ոնց որ պետք չի հասկանալ սրան որպես ֆունկցիայի գրաֆիկի ինչ-որ կտոր կամ բան, այստեղ կարա նույն արժեքի վրա մի քանի կետ լինի, ոնց որ ոչ մի խնդիր չկա, սա կոնկրետ վերցված տվյալներ են։ Հիմա հարցը առաջանում, ինչպես մոդելավորել այս կախումը։ Արդյոք պետք է գտնել ֆունկցիա, չնայած նոր ասացի, որ այդպես ֆունկցիա կարա ուղղակի հնարավոր չլինի գտնել, որ բոլոր կետերով կամ հնարավորինս շատ կետերով կանցնի ու դա մոդելավորի, թե գուցե ավելի պարզ ձևով կարելի է այս մոդելավորումը անել։ Գծային ռեգրեսիան ամենապարզ մոդելն է, որի օգնությամբ այսպիսի խնդիրներ կարելի է լուծել։ Մենք ամենապարզ դեպքն ենք քննարկում, երբ որ կա մի հատ կախված փոփոխական եւ մի անկախ փոփոխական։ Անկախ փոփոխական մեր դեպքում այդ գովազդի բյուջեն է, կախված փոփոխականն էլ բնականաբար վաճառքի քանակն է։ Այդ կապը պետք է ինչ-որ կերպ չասեմ գտնել, որտեղ գտնելը ըստ էության հնարավոր չի, ճշգրիտ կապ գտնել հնարավոր չի, բայց ինչ-որ կերպ կարելի է խնդիրը մոդելավորել, նպատակը որն է, որ մի հատ նոր տվյալ գա մեզ, օրինակ եկավ ինչ-որ տվյալ, որ $120,000 ենթադրենք բան է օգտագործվել, գովազդային բյուջե է օգտագործվել, ինչքան ապրանք կվաճառենք օրինակ, եթե դեռ չի վաճառվել։ Եթե ինչ-որ մոդել ունենանք, մենք այդ մոդելին նայելով կարող կանխատեսենք, ինքը կարա ճշգրիտ չլինի իհարկե, բայց բավականին մոտ խելամիտ լինի, հա։ Գծային ռեգրեսիայի էությունը այն է, որ լավ, ինչև էության մասին, նույնը մաթեմատիկական, հա, բառերով։ Այս փոփոխականի անունը վաճառքի փոխարեն կդնենք y, սրան է բյուջեի փոխարեն x, կետերն էլ գրաֆիկի վրա կարող ենք համարակալենք x-ի y-ի կոորդինատներով, հա։ Հիմա գծային ռեգրեսիայի մոդելը հետևյալն է։ Մենք ենթադրում ենք, որ այս կապը գծային է, հա։ Չնայած ակնհայտ է գրաֆիկից, որ գծային չի, այսինքն մենք չենք կարող այնց գիծ համապատասխանեցենք, որ բոլոր կետերով անցնի, բայց մենք ինչ որ մի գիծ ենք փորձում որոնել, որ այս տվյալների համար խելամիտ կլինի, հա։ Այստեղ տեսնում եք գծային ֆունկցիա գրած։ X-ը մեր, ինչպես ասացի, անկախ փոփոխականն է, y-ի վրա ինչի է գլխարկ դրված, որովհետև
սա ճշգրիտ արժեքը չի, հա, սա մեր այն գուշակությունն է, այն կանխատեսումն է, որ տալու է մոդելը։ W-ն ու B-ն անհայտ պարամետրեր են, թվեր են ուղղակի, որը պետք է որոնել։ Հիմա հարց, դե ինչ որ տարբեր գծեր են գծած։ Այս գծերից որ մեկն է ավելի խելամիտ, ըստ ձեզ։ Բնականաբար հարցը հետևում ինչու։ Բոլոր կետերի առավելությունը տարբեր գծից իրաց գումարային մինիմումն է։ Աչքաչափով։ Ավել բան չեն կարայի ասենք իհարկե, հա, աչքաչափով։ Իրոք տենց մի բան կա, որ ասենք այս մանուշակագույն գիծը մի տեսակ ներքև աճ են գած այդ տվյալներից, կանաչը ինչ-որ շատ արագ է վերև բարձրանում ու էլի այս միջինում հեռանում էլի տվյալներից, չի ճշգրիտ կամ խելամիտ ձևով չի ներկայացնում տվյալները, իսկ այս գազարագույն գիծը ավելի լավն է, բայց էլի տեսնում ենք, որ կարմիր գիծը այնպիսին է, որ տվյալների երկայնքով ավելի լավ է գնում, քան մյուս։ Այս մի գծի մասին ընդհանրապես խոսք չկա, սա հորիզոնական գիծ է, որը ցույց է տալիս, որ կախվածություն ընդհանրապես չկա x-ից, հա, որ բնականաբար այդպես չի։ Ինքն այդ աչքաչափով ընտրված գիծը իրականում ինչ որ տակը իմաստ կար, չէ՞, ասցիք այդ հեռավորությունների տարբերությունը հնարավորինս փոքր լինի, իրականում դա հենց այն մեթոդն է, որով այդ գիծը գտնվում է։ Դրա համար մենք այսպիսի սահմանում ենք տալիս, մենք իրական արժեքից հանում ենք, այստեղ մոդել հիշեցնենք որներ, այսինքն մենք y-ի գլխարկով այդ x-ի տվյալին համապատասխանող այդ կանխատեսումն ենք նշանակում ու իրական արժեքի ու այդ կանխատեսած արժեքի տարբերությունը անվանում ենք մնացորդ։ Դա եթե գրաֆիկով նայենք եւ առաջին գրաֆիկ, այնտեղ գուցե միանգամից այստեղ գրաֆիկի վրա ցույց տանք, թե ինչ որ կետեր ունենք։ Դրանց միջով ինչ որ գիծ ենք անցկացրել։ Ասենք այս կետը եթե մեր x-ին է, հեռավորությունը y-ին է, հա։ Այստեղ եթե նկատում եք մոդուլ դրած չի, այսինքն այս թիվը կարող է եւ բացասական լինի եւ դրական։ Մեր դեպքում այս թիվը բացասական է, որովհետեւ այս արժեքը y-ի գլխարկն է, իսկ իրական թե չէ, կներեք, սա y-ին է, իսկ սա կանխագուշակված արժեքն է, կանխատեսված արժեքն է y-ի գլխարկը։ Այս դեպքում տարբերություն դրական է, այն կետերի համար, որոնք գծից ներքև են ընկած, այդ տարբերությունը կլինի բացասական։ Ասեմ, մեր խնդիրն է այս W-ն ու B-ն գտնել այնպես, որ ինչ որ կերպ այս տարբերությունները փոքրանան, չէ՞, բայց հասկանում ենք, որ դա ինչ որ գումարային տարբերություն պետք է լինի։ Նաև հասկանում ենք, որ եթե զուտ բռնենք այս թվերը իրար գումարենք ու փորձենք դա փոքրացնել, այդքան ճիշտ չի լինի, որովհետև օրինակ դրական բացասական թվեր կգումարենք, այդ տարբերությունը կարա 0-ին մոտ լինի, բայց դա ճիշտ բանը ցույց չի տա, էլի։ Ընդունված տարբեր մեթոդներ կան, բայց ամենահայտնին երևի փոքրագույն քառակուսիների մեթոդն է, որը առաջարկում է փոքրացնել այս տարբերությունների քառակուսիների գումարը։ Ինչ են քառակուսիները ընտրվում, որովհետև նախ այդ մինիմիզացիայի գործընթացը, քանի որ հեշտ է անել ածանցման միջոցով, քառակուսի ֆունկցիան հեշտ է ածանցել, Այս ֆունկցիան երբեմն անվանվում է արժեքի ֆունկցիա, cost function։ Հիմա ինչպես գտնենք NW-ն ու բետան, որոնց դեպքում այս արտահայտությունը ընդունում է ամենափոքր արժեք։ Ինչ ենք անում։ Ածանցում ենք։
Քանի որ ֆունկցիան երկու փոփոխական ունի, մենք մի հատ պետք է ածանցենք ըստ այս փոփոխականի, մի հատ այս փոփոխականի ու այդ երկու ածանցյալներն էլ հավասարացնենք 0-ի։ Եթե այս եկեք, եթե այս նշանակումը մի քիչ վախացնող է, սենց գումարով էլ գրեմ, հա։ Գրեկեն մինուս WX-ային մինուս B կաղուսի։ Հիմա ինչի է հավասար այս ածանցյալը։ Նախ երկուսը բոլոր ածանցյալներից իջնելու է, չէ՞։ Բայց քանի որ ըստ W ենք ածանցում, նաև այստեղ W-ից առաջ մինուս կա, մինուսն էլ պետք է գրենք։ Բաց ֆունկցիա է, հա, համադրույթ կա, մի հատ էլ այդ համադրույթի այս ներսի բանի ածանցյալը հաշվի առնելով x-ի, հա, ու կարի մինուս տեղ գրեի, տարբերություն չկա։ Եվ հանած այս միտությունը։ Հասկանալի է այս ածանցյալը ոնց է հաշվից, շատ լավ։ Իսկ եթե այս B-ի ենք ածանցում, ինչ է ստացվում։ Ստեղ արդեն բան ուղղակի երկուսը մինուսի հետ գալիս է առաջ, չէ՞։ Ստացվում է։ Հա, քանի որ մինուս B-ի ածանցյալը մինուս 1-ն է, ուղղակի սենց արտահայտություն է ստացվում։ Ինչ պետք է անենք, սա պետք է հավասարացնենք 0-ի, որպեսզի գտնենք NW-ն ու NB-ն, որոնց դեպքում այս արտահայտությունը ընդունում է փոքրագույն արժեք։ Այդտեղ բավական պարզ մաթեմատիկա է, եկեք հակագծերը բացենք։ Նախ երկուսները կարանք չգրենք, ուղղակի կարանք կրճատենք երկուսով։ Ինչ է ստացվում, այստեղ ստացվում է գումար x-ի y-ի, չէ, 1-ից n, հանած գումար w x-ի քառակուսի, 1-ից n, և հանած գումար b x-ի, 1-ից n։ Այս ամբողջը հավասար է 0-ի։ Երկրորդ փակագիծը եթե բացենք, գումար y-ի, հանած գումար wx-ի, հանած գումար b, չէ, b-ն պետք է այն անգամ գումարենք, առայժմ սենց գրեմ, հետո կբացեցնենք։ Եթե հիշում եք, մենք w-ն ու b-ն ենք որոնում, այսինքն ստեղ ստանում ենք երկու անհայտից գծային հավասարների համակարգ, որը եթե մի քիչ սիրուն տեսքով գրենք, ինչ կլինի։ Եկեք այս ազատ անդամը մյուս կողմ տանենք, մինուսներն էլ հակառակ մինուս 1-ով բազում պատկենք ամեն ինչ, կունենան գումար x-ի քառակուսի անգամ w, չէ, w-ի գործակիցը, ստեղ այս գումարն է, հետո գումարած գումար x-ի անգամ b, սա ինչի է հավասար, մինուս թե պլյուս։ Կողմ մինուսով ենք բազում պատկել, սա էլ տարել ենք ես կողմ, այսինքն պլյուս x-ի y-ի, 1-ից են։ Երկրորդ տողում կստանանք գումար x-ի, չէ, անգամ w, b-ի մոտ ինչ պետք է գրեմ, n, որտև ուղղակի b-ն n անգամ ինքն իրան գումարել ենք, n անգամ b, և ստացվում է y-ի երի գումար։ Մնացածը արդեն հանրաշիվ է ուղղակի, այս համակարգը պետք է լուծել
W B-ի նկատմամբ կարանք մատրիցներով գրենք, կարանք նաև դպրոցական ձևով զուտ ինչ կարանք անենք, կարանք այս առաջի հավասարումը n-ով բազմապատկենք, չէ, երկրորդը գումար x-ով, եկեք չալարենք, անենք, վերև մաքրեմ։ Անցյալները արդեն հաշվել ենք, պետք չեն։ Շատ լավ, ստեղ կունենանք n անգամ գումար x-ի քառակուսի անգամ w, ստեղ կունենանք n անգամ գումար x-ի անգամ b, ստեղ կունենանք n անգամ գումար x-ի y-ի, չէ՞։ Ես ինդեքսները ամեն անգամ չեմ գրում, բարձրային միշտ մեկից են ապրողվում։ Երկրորդ տողը, եթե բազմապատկենք ես ստեղ այս b-ի գործակցով, կունենանք գումար x-ի քառակուսի, նկատեք, որ սրանք նույնը չեն, հա։ Ստեղ գումարի քառակուսի, ստեղ քառակուսիների գումար։ W գումարած n անգամ գումար x-ի անգամ b։ Աջ կողմը կստանանք գումար x-ի գումար y-ի, որը էլի սա չի, հա, ստեղ սկզբում բազմապատկած են այդ բաները, x-երը ու y-ները հետո իրար գումարվում, ստեղ առանձին x-երը գումարում ենք, y-ները գումարում ենք, մոտ բազմապատկում ենք իրար։ Ու որ իրարից հանենք, չէ, այս բաները, հավասարումները, կստանանք W-ի համար արդեն ստեղից հետևում է, որ գումար x-ի քառակուսի, այս ամբողջ բազմապատկած W-ով հավասար է ինչի, n անգամ x-ի y-ի հանած գումար x-ի գումար y-ի։ Որտեղից W-ն բնականաբար կգտնենք, չէ։ Այստեղ վիճակագիրները ինչ-որ նշանակումներ են մտցնում այս բոլոր գումարելների համար, օրինակ, եթե x գծիկով նշանակենք այս x-երի գումարը 1/3 մասը, կարելի է այս ամեն ինչը ու համապատասխան նշանակումներ այս բոլոր գումարների համար անել, կարելի է մի քիչ ավելի բաց տեսքով գրել։ Ու սա նկատեք իհարկե, որ այս ամեն ինչը կարելի է անել, եթե հայտարարը 0 չի։ Կարող պատահի, որ հայտարարը 0 լինի, բայց դա ամենավատ դեպքում։ Այո, օրինակ, երբ որ բոլոր x-երը եթե իրար հավասար լինեն, ոնց հայտարարը 0 կստացվի։ Ու b-ն էլ կգտնվի արդեն w-ից, այլ բանաձև b-ի համար չգրեմ, ես ուղղակի այս ամեն ինչ ցույց տվի, թե այդ գիծը այն նպատակի համար, որ հասկանանք այդ գիծը ոնց են գտնում։ Հիմա ավելի ընդհանուր դեպք նայենք, երբ որ փոփոխականները մեկից շատ են։ Կիրառական տեսանկյունից սա իհարկե ավելի հետաքրքիր է, որովհետև ընդհանրապես եթե ինչ-որ բան կա, որ ինչ-որ գործոններից կախված է, այդ գործոն մի հատ չի լինում, էլի շատ են լինում այդ գործոնները։ Այդ գործոնները կամ անգլերեն feature-ներ են ասում, այս x1, x2, xn են, նախորդ դեպքում մի հատ x են ուղղակի, կամ x1։ Այս դեպքում ունենք ենթադրենք d հատ գործոն, որոնցից կախված է այդ մեր y, հա, կախյալ փոփոխականը։ Այս դեպքում գծային մոդելը, էլի ամենահեշտ մոդելը բնականաբար գծայինն է ու ուղղակի, հա, վերցնում ենք այդ բոլոր x-երը, բազմապատկում ենք ինչ-որ անհայտներով, որ հետո պետք է որոշվեն։ Եվ էլի բեն գումարում ենք, այսինքն ընդհանուր գծային ֆունկցիա, հա, d փոփոխականի շոտ գծային ֆունկցիա։
էլի մաթեմատիկայի, մի քիչ բացառագույն մաթեմատիկայի գործիքները օգտագործելով, մենք այս գրառումները կարանք բարձրացնենք ու ավելի աշխատելու տեսանկյունից իրանց ավելի լավը դարձնել։ Ну, այստեղ տեսնում եք նշանակումները, նորից չգրեմ։ Մենք այս անհայտ W-ները գրում ենք սյունով։ Սա կոչվում է վեկտոր։ Small բոլորդ գիտեք։ Իսկ այս հայտնի x-երը, մեր անկախ փոփոխականները, էլի սյունով գրելով երկու հատ նոր վեկտոր ենք ստանում, wx։ Այս էլ իրանց սկալար արտադրյալն է, որ եթե այս նշանակման ծանոթ չեք, ուղղակի իրան պատկերացրեք որպես wx-ի սկալար արտադրյալ։ Եվ դպրոցից էլ անցել եք։ Այս նշանակումները բաց էին։ Այստեղ իհարկե բանը մոռացել եմ գրեմ։ Ուրեմն սա նույն ամբողջությամբ համարժեք է այս գրառմանը, ուղղակի այստեղ պետք է հասկանալ, որ W-ը ոչ թե թվեր են, այլ վեկտորներ։ Բայց պարզվում է, որ կարելի է ամբողջ այս բոլոր տվյալների համար շատ սիրուն բանաձևով այս մեր մոդելը գրել, հա։ Ես ստեղ ուղղակի մենք ունենք էլի n հատ տվյալ, մեր մի տվյալը իրանց ինչ է ներկայացնում։ Մեր մի հատ տվյալը սենց x1, x2, xd մի հատ սենց հավաքածու է, հա, d հատ բանի, եւ դրան համապատասխանող արժեք, այստեղ կարանք ինդեքս դնենք, օրինակ առաջի տվյալը կլինի x1, ամեն ինչը x1-ով ու y1։ Վիզուալիզացիա իհարկե ավելի դժվար է անել այս դեպքում, որովհետև այս կետը ցույց տալու համար մեզ պետք է d+1 չափանի տարածություն, հա։ Եռաչափը էլի կարելի է, բայց եռաչափից են կողմ արդեն ինչ որ ուրիշ ձևեր պետք է մտածել այս տվյալը ցույց տալու համար, բայց այն որ տվյալը իրանց այս հավաքածուն ներկայացնում, դա ինձ թվում է պետք է բաց լինի։ Ու այդ բոլոր n հատ տվյալների համար մենք կարանք այդ ռեգրեսիայի մոդելի բանը գրենք, հա, բանաձևը գրենք։ Մի քիչ էլ գրառում բացեցնենք։ Այս տողերը առանձին էին ստեղ գրված, ամեն ինչը գրենք վեկտորի մեջ, հա։ Եկեք ստեղ գրեմ, որ հետո եթե հաշվարկ անելու կարիք լինի, մի անգամից ստեղ ցույց տամ։ Ուրեմն այս վեկտորը x-n + b հավասար է y1 գլխարկ, y2 գլխարկ, yn գլխարկ վեկտորի։ Ինչ եք կարծում, հաջորդ քայլը ինչ պետք է լինի անել։ Չէ, մինչև ածանցել։ Ես դեռ ոչ մի բան չեմ գրել, ֆունկցիա չեմ գրել, որ ածանցենք։ Մինչև լոսը ստանալը այս գրառումը կարելի է ավելի բարձրացնել, եթե ոնց որ մի քայլ էլ այն կողմ գնանք, այսինքն մենք թվերի հավաքածուն վեկտորով գրեցինք, այստեղ ոնց որ վեկտորներ ունենք, չէ՞ արդեն։ Այստեղ վեկտորներ կան, որոնք իրաց սկալար բազմապատկված են ու դրանցից էլ մի հատ վեկտոր է ստացվել, այսինքն վեկտորները արդեն մատրիցներն են։ Մի քայլ էլ այն կողմ ենք գնում։ Մատրիցներ անցել եք, թե շատ լավ է։ Դե ուրեմն ինձ թվում է մատրիցների արտադրյալը գիտեք, հա, ոնց են բազմապատկվում մատրիցները։ Այս x1-ը երևի առաջ տողի վրա արժի ցույց տա։ Այս վեկտորն է, հա, եկեք լավ սյունով գրեմ, որ x1 x1 2 x1d, հա, d չափանի վեկտոր է x1-ը։ W-ն էլ W1, W2, WD, d չափանի անհայտ վեկտորն է, հա, W-ի արժեքները դեռ չգիտենք, x-երը գիտենք։
եթե մենք այս վեկտորները մատրիցի ամեն x-ին մի հատ վեկտոր է, եթե մենք այդ վեկտորները մատրիցի մեջ շարենք, մենք կարանք այս գրած արտահայտությունը շատ պարզ ձևով ուղղակի գրենք մատրից անգամ վեկտոր, հա, եկեք ստուգենք, որ իրոք այդպես կարելի է գրել։ Ոնց է մատրից կազմվում, եկեք այստեղ գրենք x1-ն ինչ կլինի, այսինքն սյունը զուտ որպես տող ենք գրել, հա, x1 x1 2 x1 երկրորդ տողը կլինի x երկրորդ վեկտորի առաջի կոորդինատ, երկրորդ վեկտորի երկրորդ կոորդինատ մինչև դերորդ կոորդինատ ու տենց մինչև մենք քանի վեկտոր ունենք, չէ, այդ պետք չի խառնել, ուրեմն ունենք n հատ վեկտոր, որոնցից յուրաքանչյուրը d չափանի է, հա։ Այսինքն xn1, xn2 եւ xn-d։ Այսինքն սա ինչ չափի մատրից է, կարող ենք միանգամից չափը գրենք, չէ։ n-ը d-ի վրա մատրից է, n տող ունի d հատ սյուն։ Եթե սա բազմապատկենք w վեկտորով, նորից ստեղ գրեմ, եթե օրինակ առաջ տողը հաշվենք, դա հենց կլինի այս x1-ի ու w-ի սկալար արտադրյալը, չէ, այսինքն առաջ տողը կլինի x1 տրանսպոնացված w, որը նույնն է ինչ որ w տրանսպոնացված x1։ Հիշենք, որ սկալար արտադրյալը իրական թվերի, իրական վեկտորների սկալար արտադրյալ տեղափոխելի է։ Մենք սա գրում ենք x-w, սա w-x։ Այսինքն ստեղ ստացվում է x1-w, ստեղ ստացվում է x2-w, տեղել xn-w։ N չափանի վեկտոր։ Դե b-ն էլ ամենտեղ պետք է այդ b-ն գումարվի, չէ, որպեսզի b-ն էլ վեկտորացնենք, ուղղակի b-ի տեղը կգրենք, այսպես ստեղ մուկ b-ի է գրած, հա, մքացրած է, b-ն ուղղակի b-ից կազմված վեկտորն է, b-երից կազմված, d հատ b-երից կազմված վեկտոր։ b, սա դա, d-ն սա ուրեմն n-1-ի վրա n հատ d-երից կներեք, ոչ թե d հատ։ Ու հետո սրան գումարում ենք իրար, հա, այսինքն մոդելը այս տեսքն է։ Ու այստեղ էլ y-ի ու y գծիկի միջև հեռավորություն սահմանելով, որ լրիվ նույն ձև է արվում։ Ուղղակի ես չեմ ուզում շատ դետալների մեջ մտնեմ այս բազմաչափ դեպքի համար, որովհետև մի քիչ հաշվարկները շատ են, բայց փոքրագույն քառակուսիների մեթոդը լրիվ նույն ձևով աշխատում է, այսինքն այդ արժեքի ֆունկցիան սահմանում ենք։ Նույն զուտ բան կարող եմ գրեմ, սմա արժեքի ֆունկցիան ինչ որտեղ գրել, հա, ստեղ գրենք։ Դա նորից y-ի ու y-ի գլխարկ սրանց տարբերություն, գումարն են քառակուսիների, որը ուղղակի վեկտորապես գրելու դեպքում կարելի է նոր մտցնելով մի քիչ սիրուն այս սկալար արտադրյալի հանրահաշվական գրառումներից օգտվելով ավելի գեղեցիկ գրել ու հաշվարկներն էլ անել վերջում մի հատ բանաձև է ստացվում, որը տալիս է այս w-b բաների արժեքները։ Կարող եմ բանաձևը գրեմ, բայց ստացումը եկեք չքննարկենք, որովհետև դա ահագին ժամանակ մեզնից կտանի, ուղղակի գրեմ թե w ինչի է հավասար, w-ն, եթե նայենք իրան որպես, ուրեմն, w-ն քանի պարամետր ունի, d, չէ, d պլյուս 1 չափանի վեկտոր, եթե նայենք, ես x-ին էլ չոր մեկերի սյուն ավելացնենք, այս b, պատկերացեք սենց ենք, էլի անում, որպեսզի հասկանալի լինի, ինչ նկատի ունեմ,
W սենցա, չէ։ Այն B-ն էլ վերևը ավելացնում ենք մի հատ W0, սա մեր B-ն է։ Զուտ մաթեմատիկական է, գործ մաթեմատիկացիաների համար հարմար է B-ն էլ W-ով նշանակել, սենց մի հատ D+1 չափանի վեկտոր ստանալ, ըստեղ x-ի մեջ ինչ-որ մեկ երեսյուն ավելացնել, ու այդ ամեն ինչից հետո մեր W պարամետրը ստացվում է լավագույն W-ն, որը մինիմիզացնում է մեր այս ֆունկցիան, ստացվում է x տրանսֆորմացված x-ի հակադարձ, անգամ x տրանսֆորմացված y, որը եթե տակ ասենք ինչ-որ ծրագրավորման լեզվով գրեք, այս հաշվարկը պահանջեք, մի քանի վայրկյանում իրականացվի, էլի։ Ձեռքով հաշվելը իհարկե շատ հեշտ կարա չլինի, բայց բանաձև բավական պարզ բանաձև է։ Y-ը մեր տվյալներն են, որ մենք ունենք։ Հա, բոլոր տվյալներն են, այդ կարանք ստուգենք, այսինքն Y-ը n-ը 1-ի վրա վեկտոր է, չէ, x-ը n-ը d-ի վրա էր, տրանսպոնացվին կլնում է d-n-ի վրա, այստեղ կարանք այդ գրենք, արտադրյալ կլնի d-1-ի վրա, հա, x տրանսպոնացված, քանի որ d-n-ի վրա է, բազում պատկենք x-ով հակադարձենք, իհարկե պետք է այս հակադարձ գոյություն ունենա, բայց ընդհանուր դեպքում այդ հակադարձ գոյություն ունի։ Արդյունքում ստացվում է D չափանի, D+1 պետք է լինի, իրականում այստեղ ամեն ինչ D+1 է դառնում։ Որտեղ B-ն ավելացնում ենք, հա, D+1-ը D+1-ի վրա, այստեղ x-ին որ մի հատ ենք, սյուն ավելացնում 1 երեսյուն D+1-ը n-ի վրա, արդյունքում ստացվում է D+1-ը 1-ի վրա հատվից։ Բավենք։ Ինչ, եթե ինչ տարբերակներ ունի։ Հա, կամ օրինակ կարա բանը, d-ն շատ մեծը լինի n-ից, կամ ուղղակի, եթե d-ն n-ից մեծը լինի, այսինքն մեր այդ գործոնները ավելի շատ լինեն, քան տվյալները։ Բնական է, չէ, որ այդ դեպքում դժվար կլինի, տվյալները քիչ կլինեն, էլի, այսինքն այդ գիծը հարմարացնել չի լինի, դրա համար այդպես դեպքերում կարա այս մատրիցը հակադարձելի չլինի։ Հա, եթե բանին նայենք, այս ֆունկցիայի տեսանկյունից, ինքը այլի միակ բան չի ունենա, միակ նույն չի ունենա։ Սրանը կարելի է ինչ-որ ձևով պսևդո հակադարձի գաղափար կա, որի միջոցով ստեղ այս մատրիցի տենց պսևդո հակադարձ են դնում, էլի հաշվում են, ինչ-որ ձև կարելի է հասկանալ, բայց ամենաընդհանուր դեպքում սա աշխատում է, էլի։ Ընդհանուր դեպքում սա աշխատում է ու W-ն միարժեքորեն գտնվում է։ Այս չգիտեմ, լավ է երևում այս նկարը։ Այն նախորդ խնդիրը եթե հիշենք, այնտեղ իրականում այս տվյալները որ կային, իրանք բազմագործում տվյալներ էին, ես մեկն էի առանձնացրել, բայց այնտեղ այդ գովազդի բյուջեն բաժանված է հեռուստատեսային գովազդի բյուջեի ու ռադիո գովազդի բյուջեի։ Ու ոնց որ կախյալ փոփոխականն էլ ցույց է տրված արդեն բանի վրա, հա, բարձրության վրա, բարձրությունը այս դեպքում դե գծային ֆունկցիան բանա չէ դառնում, հարթություն է դառնում։ Սա այս մեր քննարկած իմաստով լավագույն մոտարկող հարթությունն է, հա, այս կետերով, այս տվյալներով ստացված լավագույն հարթությունն է։ Ինչ-որ կերպ կարելի է ցույց տալ, բայց չգիտեմ, ինձ այս նկարը շատ բան չի ասում, անկեղծ ասած։ Հա, եթե պատտենք, այդ ուրիշ բան։
Հարցեր կան այս բանի հետ կապված, այս բազմակի գծային ռեգրեսիայի հետ կապված։ Եթե չէ, կարանք մի հատ օրինակի վրա զուտ ցույց տանք, ոնց է արվում ամեն ինչ, որպեսզի հատկապես մեր կրտսեր մասնակիցներին ամեն ինչ հասկանալի լինի։ Այս էլի միաչափ պարզ գծային ռեգրեսիայի դեպքն է։ Սրանց հետո կքննարկենք, թե ինչ թերություններ ունի մեթոդը, որովհետև եթե ամեն ինչ լավ լիներ այդ մեթոդի հետ, ինքը ամենտեղ կկիրառվել ու շատ լավ կլիներ, բայց տենց չի լինել սովորաբար իրական կյանքում։ Ամեն մեթոդ ընդհանրապես ունի իր կիրառելիության սահմանները, որից դուրս ինքը վատն է դառնում։ 4 կետ ունենք, հարթության վրա ենք էլի, խնդիրը հարթության վրա է, մի հատը 0-0-ն է, մի հատը 1-8-ն է, հետո 3-8, 4-20, այստեղ թվերը կարում գրենք, 8, 20, այս 4 կետի միջով պետք է փորձենք լավ գիծ անցկացնենք, իհարկե ճիշտ ուղիղ չի անցնում այս 4 կետերով, ինչ պետք է անենք, պետք է մեր մեթոդը գործածենք ու հաշվարկները անենք, Համակարգը ունենք, կարանք համակարգը միանգամից գրենք, վերջնական բանաձևը հա, կարանք այդ բանաձևն էլ կիրառենք, բայց այստեղ համակարգը որ գրենք հեշտ կստացվի։ Լավ, ավելի հետ չգնանք, համակարգը ունենք։ Համակարգը ինչ է, կհիշացնենք ինձ։ W անգամ x-ի քառակուսի, չէ՞։ Բանաձևն էլ ունենք, հա, W-ի համար բանաձև ունենք, բայց այստեղ կտեղադրենք, սենց կհաշվենք։ Գումարած B անգամ գումար x-ի հետ կարծեմ, այստեղ էլ գումար x-ի y-ի, չէ՞։ Այստեղ ինչ ունենք, W անգամ գումար x-ի պլյուս B անգամ n գումար y-ի, չէ՞։ Մի հատ էլ, հա, բանիտ կար։ Գումար x-ի, գումար y-ի, սենց։ Մի հատ խնդրում եմ։ X-ով բազմապատկեր ենք, որը հա, y-ի։ Գումար y-ի։ Այս գումարները կարանք չէ հաշվենք, ոնց որ բավականին պարզ է։ X-ի երի գումարը ինչի է հավասար, այստեղ գրենք։ X-ի երի գումարը 8 է ոնց որ թե, չէ։ Իրանց քառակուսիների գումարը 0 գումարած 1 գումարած 9 գումարած 16, այսինքն 26։ Էլ ինչ պետք է հաշվենք։ Y-ի երի գումարը պետք է հաշվենք։ Դա լավ, բավականին հեշտ 36 եւ պետք է հաշվենք x-ի անգամ y-ի երի գումարը։ Սա ինչ է նշանակում։ X-ը y-ի հետ բազում պատկում ենք ու գումարում իրար, հա, 1 անգամ 8, գումարած 3 անգամ 8, գումարած 4 անգամ 20, այսինքն 112։ Այսինքն այս համակարգը, հա, n-ն էլ ունենք, n-ը ինչ է մեզ մոտ։ N-ը 4 է, որտեղ 4-ով տվյալ ունենք։ Թվերը տեղադրում ենք, ստացվում է 8w գումարած 26 B, չէ, մի վատկյամ թաց գրեցի, 26W գումարած 8B, հավասարը 112, երկրորդ տողում ինչ ունենք, 8W գումարած 4B, հավասարը 36։ Երկրորդ տողը եթե երկուսով բազմապատկենք, ստացվի 16W գումարած 8B հավասարը 72, իրարից կհանենք, կստացվի 10W հավասարը 40։
Դե b-ն էլ ստերից ունենք 4b-ն 36 հանած 8w, այսինքն b-ն 9-ից հանած 2w։ Ստերից ստանում ենք w-ն 4, b-ն էլ 1։ Այսինքն գիծը ինչ ստացվեց, y-ը հավասար է 4x գնաց 1։ Եթե փորձենք գծենք, ինքը անցնում է 1 կետում ընդունում է 5 արժեք, հա, 0-ին 1 արժեք, եթե մոտավորապես փորձենք գծենք, 4-ում ինչ արժեք է ընդունում, 17, չէ, իսկ 20-ին ինչ կբացրացնենք, սենց։ Սա մեր փոքրագույն քառակուսիների մեթոդով ստացված բանն է, գիծն է։ Նկատեք, որ ոչ մի կետով չի անցնում, բայց հեչ պարտադիր չի, որ կետերով անցել, եթե մի հատ էլ որպես ամփոփում մեթոդի բանը տանք, այս գրաֆիկի վրա այս բոլոր հեռավորությունների քառակուսիների գումարը այս գծի դեպքում է ընդունում փոքրագույն արժեք, հա։ Թե ինչի են հենց այս հեռավորությունները վերցում դրանց քառակուսիները, հենց քառակուսիների գումարը, դա լավ հիմնավորում ունի նաև վիճակագրության տեսանկյունից, եթե դուք կարող անցել եք գնահատականներ, օպտիմալ գնահատականներ, ինչ որ պայմանների դեպքում կարելի է ցույց տալ, որ այս փոքրագույն քառակուսիների մեթոդով ստացված գնահատականը բոլոր անշեղ գնահատականների դասում օպտիմալ է։ Այսինքն նաև վիճակագրական մեթոդներով կարելի է հիմնավորել, որ այս գնահատականը խելամիտ է, ինչ որ իմաստով։ Այսինքն այս դեպքում մեր դասերը ասենք գծային ֆունկցիա կամ քառակուսային։ Գծային անշեղ բաների դասում այդ estimator գնահատականների դասում ինքը օպտիմալ է, հա։ Բանը փոքր է, էլի այդ վարիանսը շեղում փոքր։ Շատ լավ։ Դե վերջում ինչպես ասացի, մի քիչ թերություններից էլ խոսենք։ Այս թերությունները շատ գծային ռեգրեսիայի թերությունները շատ լավ ցույց է տալիս այս Anscombe-ի քառյակ կոչվածը։ Այստեղ ինչ ենք տեսնում։ 4 հատ տարբեր տվյալներ են, որոնց բոլորին նույն ռեգրեսիայի գիծն է համապատասխանում։ Բայց օրինակ ինչ եք կարծում, սրանցից որի համար կարա այդ ռեգրեսիան ինչ-որ իմաստ գոնե ունենա։ Եվ մենակ առաջինի, երրորդի համար օրինակ երրորդում եթե գիծը սենց անցներ, այդ ավելի տրամաբանական կլներ, ոնց որ թե այս տվյալները սենց գծի վրա են դրված, մենք որպես այդ հեռավորությունները կարողանանք փոքրացնել հեռավորությունների գումարը, այս կետի պատճառով այս գիծը թեքվել է, եթե այս կետը ավելի հեռու լիներ, ավելի մեծ բաներ ունենալու, էլի թեքումներ ունենալու այս մյուս տվյալներից, այստեղ ոնց որ թե այս y-ը x-ից ինչ-որ արդեն բազմանդամային, ոչ գծային, ասենք, թե չգիտենք կոնկրետ ինչ կախում է, բայց ոչ գծային կախում ունի, մենք փորձում ենք գիծ տանել, չենք կարա ոչ մի գծով, ոչ գծային կախումը մոտարկենք, էլի։ Այս դեպքում էլ այս շատ վատ դեպք է, որովհետև բոլոր x-երը ոնց որ թե նույնն են, հա, բացի մի հատից, տարբեր տվյալներ ունենք, պարզա որ ինչ գիծել տանենք, ոչ մի կերպ մենք չենք կարողանա այս տվյալների վարքը այդ գծով ինչ-որ կերպ մոտարկել, հա։ Դրա համար գծային ռեգրեսիան անթերի չի, այսինքն բոլոր տեղերում ինքը չի աշխատում, մենք պետք է ինչ-որ պայմաններ ունենանք տվյալների վրա, որի համար գծային ռեգրեսիան ճիշտ գոնե խելամիտ լինի օգտագործել, եթե ինչ-որ մյուս կետը փոխելով սա մոդելը փոխում է։ Ոնց է մի կետ
Հա, ճիշտ ես։ Ստեղ է դա այդ դեպքը։ Ստեղ է։ Այդքան մեծ չի արվեցին ուղղակի իրավունքը դերասան։ Իրավունքը չի չորթիկացային, αλλά մի կետը փոխելուց մոդելը փոխում է։ Ոնց որ մի կետն է որոշում ինձ, ինչպես մանը։ Հա, այդ ճիշտ ես ասում, հա, կետնա, այդ մի կետնագիծը որոշում, որովհետև մնացածների բաները x-երն են։ Հա, ճիշտ ես։ Շատ լավ։ Այս օրինակի հետ կապված ինչ-որ հարցեր կան։ Բառերով եթե ասենք այդ թերությունները, մեկը առաջի հերթին ինչքան որ տարօրինակ չի, բայց գծային ռեգրեսիան որպեսզի կարողանանք օգտագործենք, մենք պետք է ինչ-որ ենթադրություն ունենանք տվյալների գծայնության հետ։ Գծայնություն ասելով նկատի ունենք, որ այնպիսի պատկեր ունենք, որ այդ տվյալները շատ ավելի առնվազն տեսքով գծայինի են նման, քան ոչ գծայինի, էլի։ Դա ոնց է արվում վիզուալիզացիաներով տվյալները փորձում ենք ինչ-որ կերպ պատկերել, ինչ-որ բաներ հաշվել, ինչ-որ հատկություններ գտնելով այս ենթադրությունը տեսնում ենք տեղին է թե չէ, էլի կարելի է հույս ունենալ, որ ռեգրեսիան կգործի թե չէ։ Մի օրինակի վրա տեսանք, որ այդ outlier կոչվածների նկատմամբ զգայունություն ունի, outlier ասելով մենք հասկանում ենք օրինակ այսպիսի տվյալ, որը մյուս տվյալների տրամաբանությունից դուրս է, հա, եթե փորձենք բառերով ասել, այստեղ ոնց որ շատ լավ երևում է, որ այս 10 տվյալը իրար հետ ահագին կապ ունեն, համարյա թե գծային են, չէ՞։ Այս մեկը կարող օրինակ ինչ-որ սխալ չափման հետևանքով առաջանա կամ շատ տարբեր պատճառներով կարող եւ ինքը ճիշտ տվյալ լինի, ուղղակի այդպեսին լինի, այսինքն մյուս տվյալների տրամաբանությունից դուրս լինի, ու այս outlier-ների նկատմամբ ռեգրեսիան խնդիր ունի, ինքը զգայուն է։ Բազմակի ռեգրեսիայի դեպքում նաև կարևոր է, որ անկախ փոփոխականները իրար միջև կապեր չունենան, հա։ Օրինակ, այն դիտարկված օրինակում այդ հեռուստատեսության ու ռադիոյի գովազդի վրա, այդտեղ կարելի է եւ նենց անել, որ կախվածություն չլինի, բայց ինչ որ կապ ամեն դեպքում այդ թվերի միջև կարա չէ լինի։ Ընդհանրապես ասած, պետք է անկախ փոփոխականները ընտրելուց զգուշ լինել, որ հանկարծ իրանք իրար հետ խիստ կապ չունենան, հա, որովհետև այդ դեպքում մեթոդը կարա դուր խնդիրներ տա։ Մասնավորապես, էլի, ասենք, եթե մի հատ ինչ-որ տվյալներ վերցնենք, մեկ էլ մյուս այդ գործոնը վերցնենք, ինչ-որ թիվ անգամ այդ տվյալները նույն։ Անմագերեսը լինի, մեկը երկարացում հարցություն է։ Օրինակ, հա, եթե տները քառակուսի։ Հա, այդ դեպքում խնդիրներ կունենանք, տենց որ տվյալների դեպքում։ Ու մի բան էլ, որ այստեղ չեմ գրել, բայց որպեսզի կապեմ հաջորդ սեմինարի հետ, ես նշեցի, որ շատ գործոններ ունենալու դեպքում երբեմն կարող օրինակ այդ մատրիցը հակադարձելի չլինի կամ եթե տվյալները քիչ լինեն գործոնները շատ ու ընդհանրապես եթե այդ ֆիչերները շատ են, մենք պետքա փորձենք իրանց ոչ թե մոտարկել, այլ քչացնել ուղղակի։ Այսինքն դրանցից ընտրել նրանք, որոնք կարևոր են, որոնք էական ազդեցություն ունեն այդ արժեքի, հա, Y-ի արժեքի վրա։ Դա այդ մեթոդների ամբողջությունը, որով այդ գործոնները պակասացվում են, կոչվում է չափողականության իջեցում, dimensionality reduction անգլերեն, ու այդ թեման մենք հաջորդ սեմինարին կքննարկենք, թե ինչ մեթոդներով մաթեմատիկայի ինչ բաժիններ կիրառելով կարելի է նաև այդ խնդիրը լուծել։ Այսօրվա համար այսքանը։ Հա։ Առանձին կանենք։ Եթե գիտես, եթե հարց մի հատ կասես, կարող ճիշտ չհասկացա։ Ռեգրեսիայի երկու տեսակ կան հիմնականում, դա ռեգուլյարիզացիան է։ Հա։ Սա լասո ռեգրեսիան, որ մոդուլում իրականում ամեն ֆիչերին բանատալի կարողության գործերից է տալու, դες կարանք ինտերպրետացնել,
ու ինչ որ շենից ցածր գործակիցներով ֆիչերներից ու դրանք կտրենք, այս ֆիչերները կարևոր չեն։ Մենք բանի փոքր դիսպերսիոնացան ֆիչերները գործի բերում ինչքան այլն միշտ ավելի ձեռնտու եղել լասման այնպես չգիտեմ 50 ֆիչեր Քան PC 10-15 գցեմ քան PC-ը։ Միշտ բանի տեսանկյունից ավելի հեշտ է։ Դե իրականում շատ մեթոդներ կան, այնտեղ ինչ որ UMAP կա, կարծեմ էլի dimensionality reduction-ի ինչ որ մի հատ էլ կար, որի անունը մոռացել եմ, բայց ժամանակին ինձ էլ պետք է եկել օգտագործել։ Ամեն դեպքում հաջորդ անգամ դրա մասին կխոսենք, այսօրվա համար այսքանը, շնորհակալություն։